Ծեր ճանճը, բուլղարական ժողովրդական հեքիաթ։ Ծեր ճանճը, որ գիշերը քնել էր հատակին ընկած փտած խնձորի վրա, զարթնեց առավոտ շուտ։ Նրան արթնացրեց արևը, որն իր տաք ճառագայթներով արդեն մտել էր սենյակ։ Բաց լուսամուտից լսվում էր թռչունների ճռվողյունը։ Կայտառ ու աշխույժ ճնճղուկները լվացվում էին շաղոտ սաղարթների վրա։ Ճանճը տզած ու նստեց կեղտոտ ափսեի վրա։ Նա իր փոքրիկ կնճիթը խրեց կրծոտած ոսկորի մեջ և նույնիսկ փակեց աչքերը, արփելով նեխած մսի անուշ հոտից։ Հետո շուռ եկավ ու դուրս թռավ լուսամուտից։ Պտտվեց դեղնավարդագույն բուրումնավետ ծաղիկների վրա և անմիջապես հավաքեց կնճիթը, որովհետև տանել չէր կարողանում ծաղիկների բույրը։ Ճանճը նկատեց գետնին ընկած ձմերուկի կեղևը, թռավ, կնճիթը թաթախեց նրա քաղցր հյութի մեջ և հագենալով գնաց մտավ իշուկի պոչի տակ, որ խոնարհ կանգնած էր չափարի մոտ։ Բայց կախականջիկ փիլիսոփան խուտուտին չէր դիմանում։ Նա թափ տվեց պոչը ու գետնին խփեց հետևի ոտքերը։ Իսկ ճանճը շատ ուրախ էր։ Նա թռավ, բարձրացավ օդ, որպեսզի կարողանա վերևից հիանալ այդ ամբողջ կեղտոտ բակով։ Հետո թռավ աղբակույտի վրա։ Կնճիթը խոթեց մեջն ու ամբողջովին քսմսվեց կեղտով։ Աքլորը, որն աղբակույտը համարում էր իր ոսկու հանքը, աչքերը կկոցելով նկատեց ճանճին։ Վիզը երկարեց և ուզում էր կծել, բայց ճանճը ճարպկորեն փախավ և աքլորը նրա փոխարեն սիսեռաչափ մի կտոր կտրցեց։ Ամբարի առաջ, արևի տակ, տաքանում էր ծերությունից կուրացած շունը։ Նրա աչքերն արդեն թարախակալվել էին։ Ճանճն ուրախ ուղղվեց դեպի նա։ Ինչու ես իմ կույր աչքերից կպել, գնա պարտեզ, այնտեղ սատկած ճուտ կա։ Ճի՞շտ, թափ առավ ճանճը ու շտապեց չափարի վրայով թռնել ներս։ Նա հոտից որոշեց, թե որտեղ է սատկած ճուտը և ագահորեն նետվեց վրան։ Երբ սրանից էլ կշտացավ, թռավ գնաց չափարի վրա, կախ տված ձիու գանգի վրա և ծանր տնքաց։ Օհ, շատ հոգնեցի, գնամ տուն և սենյակում հովին հանգստանամ։ Բայց լուսամուտով ճանճը ներս մտավ և երկար տզաց, մինչև որոշեց, թե ինչի վրա կանգ առնի։ Մոտեցավ մահճակալին, նախ նստեց քնած աղջկա ճակատին, այնտեղից իջավ ներքև, քթի վրա, հետո ավելի ներքև և հասավ կիսաբաց փափլիկ շրթունքներին։ Այդտեղ էլ քունը տարավ, քնեց և հրաշալի երազ տեսավ։ Ճանճը նստել էր փտած խնձորի վրա ու 120 ձու թուղթ դրել տակը։ Մի շաբաթ հետո այդ ձվիկներից 120 ճանճիկ դուրս եկան։ 3 շաբաթ հետո 120 ճանճիկներն աճեցին և ևս 7200 ճանճ ծնեցին։ Իսկ 2-3 ամսից հետո նրանց թիվը հասավ միլիարդների։ Սև ամպի նման ճանճերը բարձրացան երկինք և ծածկեցին արև։ Դու մեզ ծնել ես, տզում էին նրանք մայր ճանճի շուրջը պտտվելով։ Ուզում ենք, որ մեր թագուհին դառնաս, համաձայն ես։ Համաձայն եմ, պատասխանեց ծեր ճանճը ու կարևոր տեսք ընդունելով բաց արեց թևիկները։ Դե, արքայական թագ բերեք ինձ։ Թագուհու թագը դրին գլխի։ Հիմա էլ փտած խնձորներից պալատ կառուցեք ինձ համար։ Ճանճերն անցան գործի և պալատը շինեցին։ Գնացեք, բոլոր էշերի պոչերը կտրեք, որովհետև նրանք միլիոնավոր ճանճեր են սատկացնում։ Բոլոր էշերի պոչերը կտրեցին և խեղճ անասունները մնացին անպոչ։ Բոլոր հիվանդություններին հյուր կանչեք ինձ մոտ,
Ես որոշել եմ մի լավ հյուրասիրել նրանց։ Շատ չանցած բոլոր հիվանդությունները սև շորեր հագած, ձեռքներին սղոց, մեջքներին էլ մի պարկ եկան նրա մոտ։ Պարկերի մեջ նրանք միլիոնավոր մանրեներ էին բերում։ «Բարով եկաք իմ սիրելի հյուրեր, ինչ կա ձեր պարկերում», ասաց ծեր ճանճը։ «Մանրեներ, որ սպանում են մարդկանց»։ «Օխ, ինչ լավ է», ուրախացավ ճանճը։ «Մենք ամբողջ աշխարհը գերեզմանոց կդարձնենք։ Բայց ես չեմ հավատում, ինձ մի բուռ մանրե տվեք, աղավնյակներս, որպեսզի ստուգեմ, թե դրանք կարող են քնած երեխային սպանել»։ «Ահա, համեցեք, թագուհի», բացականչեց ամենասարսափելի հիվանդությունը ու միլիոնավոր մանրեներ դուրս բերեց իր պարկի միջից։ Ճանճը խլեց դրանք ու սող տվեց աղջկա երեսնի վար, դեպի կիսաբաց շրթունքները։ Բայց դեռ բերանին չհասած, մի ձեռք եկավ ու ուժեղ խփեց նրան։ Ճանճը ձեռքից բաց թողեց մանրեները ու կիսամեռ ընկավ գետնին։ Հիվանդությունները թռան լուսամուտից դուրս, ում աչքը որտեղ կկտրեր։ «Կեղտոտ ճանճ, հա գալիս երեխայի բերանն է ուզում մտնել», բարկացած ասաց աղջկա մայրիկը ու սենյակից վռնդեց աներես ճանճին։